Գործել է զանգովի արդարադատություն։ Հեծի պետականացմանն առնչվող օրենքները սահմանադրությանը համապատասխանելու բարձր դատարանի որոշումն այսպես է գնահատում Էլ-Ցանցերի նախկին տնօրեն Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի թիմակիցը։ Այս փուլում պետք է վերցնենք հեծի կառավարումը, պետությունը։ Դավիթ Ղազինյանը կարծում է հեծի պետականացման գործընթացի համար կանաչ լույսը Նիկոլ Փաշինյանն է վառել։ Կանաչ լույսը վաղուց էր վառվել, հենց առաջին կառավարության ղեկավարի հայտարարությամբ։ Սահմանադրական դատարանի այս պահին գործող 7 դատավորներն էլ ընտրվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Դատարանի որոշումն ամբողջությամբ չի հրապարակվել, այսինքն հիմնավորումները պարզ չեն, բայց եզրափակիչ մասի հրապարակումից պարզ է դառնում, որ ազգային ժողովի ընդդիմադիրների դիմումն ամբողջությամբ մերժվել է։ Ըստ էության որոշել են, որ Տաշիր կապիտալին լիցենզիայից զրկելը համապատասխանում է սահմանադրությանը։ Կողմ 65 դեմ 27 ձեռնպազորով որոշում ընդունվել է։ Իշխանության ընդունած օրենքների փոփոխություններով հնարավոր դարձավ հեծը կառավարության նշանակած ժամանակավոր կառավարչին հանձնել եւ սկսել պետականացման գործընթացը։ Իսկ դա տեղի ունեցավ սեփականատեր Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող հայտարարությունից եւ նրա կալանավորումից հետո։ Բարձր դատարանի որոշումից ակնհայտորեն գոհ է հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասն ամբողջությամբ հրապարակելով վարչապետ Փաշինյանի թիմակիցը Facebook-յան էջում միայն ավելացրել էր. Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Էլ-Ցանցերի վաճառքի հարցով կառավարություն Տաշիր գրուպ համաձայնություն տեղի չունեցավ։ Հիմա ըստ օրենքի գործընթացը հանրային գերակաշահ ճանաչելու փուլում է։ Նախկին տնօրենն ասաց պետք է գնահատում կատարվի եւ դրա հիման վրա սեփականատիրոջը փոխհատուցում տրամադրվի։ Տարածքային կառավարման նախարարությունից ազատությանը փոխանցեցին գնահատող ընկերության ընտրությունը ընթացքի մեջ է։ Իսկ ինչ ժամկետներում կավարտվի Ռոմանոս Պետրոսյանը միայն ենթադրեց գնահատումը ամիսներ կարող է տևել։ Օրենքը այս հանգրվանի վերաբերյալ արդեն ժամկետներ չի սահմանում, քանի որ ինքնին գործընթացը բավականին աշխատատար է, ենթադրվում է ընկերության ակտիվների գնահատում, շրջանառու միջոցների, ընդհանուր պարտավորությունների համադրում, հանրային գերակաշահը ենթադրում է առաջնահերթ շտուկայական արժեքի գնահատում։ Դա անկախ փորձագիտական ընկերության անելիք է, ինչի մասով արդեն կառավարությունը միջոցներ է ձեռնարկում։ Մենք պնդել ենք եւ պնդում ենք, որ գնահատող ընկերությունը լինի միջազգային հեղինակություն վայելող, որովհետեւ ոչ մի ազդեցություն հնարավոր չլինի այդ ընկերության նկատմամբ։ Եթե չլինի միջազգային հեղինակություն վայելող, ինչպես դուք եք ասում, դուք չեք ընդունի այդ գնահատման արդյունքները։ Միանշանակ չենք ընդունի, ուղղակի պետք է սպասել հասկանալ ինչ են անում։ Հաշվի առնելով իրենց գործելավոճը, կարծում եմ, որ այստեղ նույնպես անօրինական քայլերով կշարժվեն առաջ։ Ինչ նկատի ունեք։ Քանի որ միջև պետք փորձեն երևի գնահատումը իջեցնեն, որտեղ ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ իրենք 7 ամսվա ընթացքում վատթարացել են ընկերության վիճակը։ Պետք է գնահատվի հուլիսի 18-ի դրությամբ։ Մինչ Դավիթ Ղազինյանը պնդում է, որ իրավիճակը պետության նշանակած ժամանակավոր կառավարչի գալով Էլ-Ցանցերում վատացել է, Ռոմանոս Պետրոսյանը նկարներ է հրապարակում ուղեկցող գրառումներով, թե ինչպիսի անմխիթար վիճակում են իրենք գտել հեծը։ Ինչու տեղի չունեցավ գործարքը։ Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք, արդյոք գնի շուրջ չկան համաձայնության։ Բանակցությունները, գործարքը եւ արժեքի շուրջ նաեւ համաձայնությունները նախատեսված էր իրականացնել եռամսյա օրացուցային ժամկետների մեջ եւ արձանագրում ենք, որ փետրվարի 21-ի օրվա ավարտի դրությամբ գործարք տեղի չէր ունեցել։ Թե գործարքը ինչ պատճառով տեղի չի ունեցել, ես չեմ կարող մեկնաբանել։ Բայց արժեք առաջարկվել է հեծի սեփականատերին։ Բնականաբար, իհարկե։ Կողմերից ոչ մեկը թիվ չի հրապարակում։ Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր սահմանված ժամկետում Էլ-Ցանցերի վաճառքի հարցով կառավարության առաջարկը ուշացումով է իրենց փոխանցվել։ Հարցին արդյոք այդուամենայնիվ գինն էր խնդիրը, այսօր պատասխանեց, թե մարտավարական նկատառումներով չի կարող փակագծեր բացել։ Միայն ասաց, որ առաջարկվող գինը իրենց պատկերացրածից ցածր է եղել, իսկ Տաշիր գրուպը իր տնօրինած Էլ-Ցանցերը $1 միլիարդ էր գնահատում։ Կարապետյանները Հայաստանի կառավարության դեմ հայց ունեն միջազգային արբիտրաժային դատարանում, այս դեպքում պետությունից $0.5 միլիարդ են պահանջել։